Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Մենք եկել ենք խանութ, անկեղծ ասած, վլոգը չեմ սկսել միանգամից։ Մեր սայլակը արդեն պայթում տրախում է, որ ճիշտն ասեմ։ Տանը ցույց կտամ ինչ եմ գնել, որովհետև որոշեցիք սենց արագ անենք, քանի որ գիտեք, որ սկսում եմ նկարել, ամեն ինչ, սկսում եմ մանրամասն ցույց տալ, դրա համար սենց արագ միան շրջում ենք, տանը ցույց կտամ ինչ գնել եմ, լավ։ Մտել եմ այս բաժին, տեսնեմ ինչ կա ու արդեն դուրս գալու վրա ենք, քանի որ էլ տեղ չկա մեջը, անհնար է ինչ որ մի բան գնել։ Սա մի հատ շրջենք արագ։ Ես այս կողմն եմ շատ սիրում, Արմենը այն կողմն է սիրում։ Սենց ֆորմաներ կա, ապակուց, որպեսի դուխովկայի մեջ եթե ինչ-որ մի բան պատրաստում ենք, սենց բան կա, 3 հատը կարող եք 12.49 առնել, 1 հատը այսքան է, 3 հատա մեջ եմ միանգամից, 3 հատա փաստորեն միանգամից մեջը, Բայց չգիտեմ, պլաստիկա, ինչին կարելի է օգտագործել, երևի թե չէ ժողովուրդ, չենք վերցնի, ստեղ սենց գեղեցիկ բաժակներ կա երեխաների համար, բավականին մատչելի է 1.99, ապակուց է, իհարկե շատ մեծ երեխայի համար, շատ փոքր երեխայի համար չի լինի, պարզ է, Արմենը նոր ինձ այս բաժակներից էր ցույց տալիս, եկեք եսի ցույց տամ, երևի ավելի լավ կերևա, մեջը ծաղիկներ է, սենց թեյ լցնում ես, շրջում ես ու հետաքրքիր է նայվում, բայց դե ես այտենց թեյի սիրահար չեմ, որ ճիշտն ասած, դե համար ասեցի չեմ ուզում, այսի վատ բան չի, գիտեք, կարելի է մի հատ սրանից վերցնել, տան համար օգտագործելու, Այստեղ կեքսի ամանները, բաժակները, այստեղ կա խառելի ինչ-որ բաներ չենք ուզում, ժողովուրդ, այս թասիկները շատ լավն են, 8.99 շատ լավն են, առել եմ ու հավանել եմ, սա պոկվելով սեղանի շոր է, 3 եվրո, չգիտեմ, առել եմ են անգամ առա սեղանի շոր, դրա համար կարիքը չունեմ, սա չգիտեմ ինչ է, խառը, լոգարանի համար ինչ-որ խառը բաներ է, եկեք մի հատ սրբիչները նայենք միասին, տեսնեմ լավ սրբիչ կա թե չէ, եթե չէ, այն մյուս խանութում տեսել եմ բավականին լավ սրբիչներ, ուզում եմ սրբիչները փոխեմ, բայց հələ դեռ նայում եմ, այս ձևի կա, բայց սրանք շատ մեծ են, սենց մեծ սրբիչներ ինձ պետք չի, սրանք շատ են մեծ, հա, այս չափը էլի ոչինչ, բիո է, բիո սրբիչներ է, բիո, այս տակերինն է, գեղեցիկ, վատը չի, բայց տեսակոնին կչացրել են ժողովուրդ, առաջ ավելի շատ մեծ տեսել, ստեղ ավելի շատ երևի լոգարանի սրբիչներն է, մյուս կողմն է, հա երևի բաները, այն մյուսները թե, ոչ ես կողմը արդեն ամաններն է, կաստրուլա, կացա, թավա, տախտակներ, լավ, երևի արդեն դուրս գանք, ինձ թվում է այն մյուս խանութից կգնենք, նայք ինչ գեղեցիկ սուրճի բաժակներ են, բայց շատ սիրուն է ամառային, բայց որ պրոշը սենց լայն է գալիս, սուրճը մեջ արագ է սառում, դրա համար ես չեմ սիրում այս տեսակը, դրա իսկ պատճառով չենք գնում, գնանք, լավ արմ, հետո այն մյուս խանութում կառնենք, հետո շաբաթվա վերջ եթե ստացվեց, չգիտեմ ինչքանով ժամանակը կների, կգնանք այն մեծ խանութի Սամպրիեստի, հիշես, այն որ տեղաշորը ես ու դու առանձին մեկս լցից, տեսանք, հավանեցինք ու ծգնեցինք։
Մենք արդեն տանենք, ահա որ շոկ էր, կեսից շատ ապրանքները ես ու Նանիկը հավաքել ենք, հատկապես պաղպաղակները ու արդեն համարյա մսերի քիչ մասը, չգիտեմ, արդեն չեմ հասկանում ինչ ենք հավաքի, ինչ չէ։ Մի խոսքով ժողովուրդ, ինչ էի ուզում ցույց տայի, սա ամանի ապարատի համար եմ միշտ գնում, ափսեների ապարատի համար, վատը չի, ինձ թվում է, որ լավ մաքրում է, երբ որ լվանում է։ Մի երկու բան կա, արագ ցույց տամ, ինձ թվում է շատ ցույց տալու բան չկա։ Այս սալորն եմ վերցրել առանց կորից, որպես քաղցր, քանի որ հիմա քաղցր չեմ ուտում։ Որոշեցի այսպես քաղցրը ինձ մի քիչ քաղցրի պակասը լրացնեմ սրանով, մեկ էլ ծիրանի չիրն եմ վերցրել, հեսի ու սալորը կլինի իմ քաղցրավենիքը, այսպես ասած, եւ սրանից եմ վերցրել, մի հատ է ճանապարհին կերա, վատը չէր, հիմա մնում է մի հատ երեխեք ուսումնասիրեն, վստահ լինեն, որ գիտեմ, որ քաղցր կա մեջը շաքար, բայց թե ինչքան կա, 7% էր, 7%-ը շատ է, թե քիչ է։ Գիտեմ պրոտեինը, պրոստը ինձ թվում է, որ մի քիչ քաղցրը քիչ է, մի խոսքով, մեկ էլ ժողովուրդ այս զեթուններն էի, կատուների կերեն ընկավ, այս զեթուններն էի ուզում ցույց տալ, եթե չեք փորձել, փորձեք, եթե ստեղ եք ապրում, հատկապես այս մեկը, արա, Նանիկը բան է ուզում դուխովկա դնի, սպասում էր, այս զեթունը հատկապես շատ համով է ժողովուրդ, փորձեք քիչ կծույա ու ինքը համով է, ուրիշ տենց Սա եմ գնել կախիչները բաղնիքի համար, քանի որ այն մյուսը հանել եմ, կախիչների կարիք կա, երկու հատ, չգիտեմ ինչքանով կպահի, վակումով է, Իսիկների համար շամպույն եմ գնել, մեծ փիսոյին պետքա լողացնենք եւ իրանց եղունգների համար կտրիչ եմ առել, Նանիկն ասում է լավատես ես մամա, մնում է թողեն որ կտրես, փորձենք, մեծինն եմ ուզում կտրեմ ավելի շատ, որ մի քիչ շատ է երկար է, պուճուրին էլ փորձենք, թողի, չի, ինչ արած։ Ահա, մնացածը ժողովուրդ, մսեղեն է, տես ցույց տալու բան չկա, բուլկի է, ու մի երկու հատ կսվելիք եմ առել, հեսա ցույց կտամ։ Ու այսինքն գեղեցիկ վարդեր եմ առել, ժողովուրդ, ընդհանրապես այս վարդերը ես դնում էի բալկոնում, երբ որ սետկայով դեռ չէինք փակել, ասես մեծ երկար գարշոկներով դնում էի բալկոնում, բայց սրանք փոքր են, չնայած պետք է ինչ-որ մի ուրիշ բան գտնեմ, բայց այս անգամ որոշեցի առնեմ ու դնեմ այստեղ, հետաքրքիր ձևի կարմիր է, ինքը ոչ բորդո է, ոչ ոնց որ գազարագույնն ու բորդոն խառնած լինի իրար, չգիտեմ, այսպես երևի նկարագրեմ, ավելի ճիշտ գույն կլինի, սենց դրեցի այստեղ մի խոսքով սենց է լինելու ու այս էլ հիշում եք, որ ինուլիկը ինձ շատ գեղեցիկ սենց վազիչկա չէ, ոնց են ասում, կոնֆետի աման, ելակի աման, մի խոսքով ես գտնում եմ, որ այս ամանին իդեալական սազում են այսենց կարմիր հատապտուղներ, մի խոսքով հիմա ելակ ենք ուտելու սուրճի հետ, խմելու ենք ու հետո ցույց կտամ մի քանի հատ մակիաժի պարագաներ եմ առել, ես էլ ես եմ, ելակը ու էլենչոյից նվիրած շոկոլադները ու մեր սուրճիկը։ Սիրելիներս հաջորդ օրն է, քանի որ նույն օրը չստացվեց մինչև վերջ նկարահանել եւ զրուցել, քանզի երբ որ ասեցի ապրանքները բերեցին, Անիկա արագ դասավորեց, դե ես էլ իրան օգնեցի, որովհետեւ շատ շոկ էր ու կարելի ասել այն ինչ որ մենք գնել էինք, արդեն հալվել էր ու նույնիսկ դնելուց հետո սառնարան ու սառցարան մեկ վայրկյան լույսերը վառեմ, որտեղ ինձ տպավորություն է, որ մութ է մեր տանը, հա նույնիսկ դնելուց հետո սառցարան, այնպես տպավորություն էր, որ մեր սառցարանը չի աշխատում։ Արմենի հետ քաշել ենք, դարակները հանել ենք, ստուգել ենք, բայց քանի որ ապրանքները ինքը իրանով տաք էին, չէր հասցնում, որպեսզի սառացներ եւ սարքեր, նույնիսկ պաղպաղակը հալված էր սառցարան, պատկերացնում եք։ Հա, այսպես Հետո Էլենը եկավ Սամուի հետ միացան ու սկսեցին իրանք էլ դասավորել ու տենց ոնց որ սուրճը դրեցի, սուրճը խմեցինք, մի խոսքով, այս կողմ, այն կողմ, ինչ-որ պլաններ գծելով, ինչ-որ թեմաներ խոսալով, մոռացա, որ ես վլոգ էի նկարում։ Ասեցի լավ, ես հաջորդ օրը կշարունակեմ, պես էլ է լինում, դե ինչ հարած, որ ասում եմ, որ բոլորս միասին հավաքվում ենք, արդեն ամեն ինչ մոռանում ենք։ Ժողովուրդ երեք իրականում նաև գնել էի մի քանի շպարի պարագա, ասել եմ կարծեմ ու խոստացա ցույց տալ, հիմա ցույց կտամ
ուզում եմ ասեմ, որ իմ ծաղիկների գարշուկները փոխեցի, իրականում երկու հատ սրանց մեծ ունեն, երկու հատ փոքր, մի մեծը չգիտեմ ինչ ա եղել անկեղծ ասած, միգուցե բալկոնում միտեղ դրած է, միգուցե չգիտեմ ուր է, մի խոսքով սա գտա, սա էլ ունեինք, սա նանիկը ուներ, այս տեսակը, այս իրասենյակից էր, հանել դուրս էլ չէր ուզում, մի խոսքով բերեցի փոխեցի մեծերի մեջ դրեցի, որտեղ նրանք փոքրիկ էին ու հաստատ թույլ չէին տա, որ այդ լցրած ջուրը մնար վարդի մեջ, այ ծորար կթափվեր այդ ամանի մեջ ու ջուրը կմնար մեջը, մի խոսքով ինձ թվում է ճիշտ արեցի, որ փոխեցի, ստեղ էլ ինչոյի շոկոլադներն է, ստեղ իմ նվերմոմն է, գրել էի Կելենի համար, որ ինքը շատ լավ աղջիկ է, շատ շնորհքով է ու շատ լավ հարսիկ է լինելու, նաև սիրված հարսիկ է լինելու, այո, ինքը շատ լավ աղջիկ է, դաստիարակված շնորհքով, ամեն ինչով կարելի ասել, իդեալական աղջիկ է ու իհարկե սիրված է մեր կողմից։ Ինձ թվում է, որ ինքը այդ ջերմություն ու սերը չզգալ մեր կողմից, ինքն էլ այդքան ուշադրություն դեպի մեզ չէր ուղարկի, որովհետև երբ որ դու ինչ-որ մի բան ստանում ես, դու հետ ես ուղարկում, չէ՞։ Եթե դու չստանաս, հաստատ հետ չես ուղարկի, ու ինձ թվում է մեզ մոտ ստացվում է փոխանցել ջերմությունը։ Մենք իրան անկեղծ սիրում ենք, ինչպես որ մեր երեխային ենք սիրում, մեր երեխեքին ենք սիրում, չկա տարբերություն իրանց մեջ, չկա մի բան ուտենք ու մենք Էլենի մասին չմտածենք, չկա խանութ գնանք մի բան գնելուց Արմենը չասի, էսի պիսուն ուզում եմ դուսել, Արմենը չասի, էսի Էլենը սիրում է, արի սրանից Էլենի համար վերցնենք, կամ ես օրինակ ինչ-որ մի բան տեսնեմ, ասեմ էլ ինչ-որ սիրում է, մի խոսքով որ ասում ինչ տալիս ես, դա էլ ստանում ես, լավը կտաս, լավը կստանաս ու դա կապ չունի, դա հարազատ լինի, բարեկամ լինի, չգիտեմ, հարևան լինի, ուղղակի ծանոթ լինի, եթե դուք լավն եք տալիս, ապա լավն էլ ստանում եք։ Մի փոքր անդրադառնալու եմ այսօր կոմենտարիաներին, եկեք ցույց տամ ինչ գնեցի ու մեկ է մազերի համար պետքա ձեզ բացատրեմ, հեսա արագ էլ բացատրեմ։ Դե ինչ որ հիշում եք չէ, որ ես ձեզ ասեցի, որ տուշը, որը գնել էի, չգիտեմ այդ ինչ էր իրանից ներկայացնում, բայց գցել եմ աղբը, նույնիսկ հաճախորդ էր եկել խանութում, խոսացինք ինչ որ չեմ հիշում ինչ թեմայով խոսքը գնաց, ու հա, հետ ընդունելու ապրանքի վերաբերյալ, թե ինչ ապրանքը հետ են ընդունում, ինչը հետ չեն ընդունում ու չգիտեմ Հայաստանում կամ ուրիշ երկրներում ոնց է, այստեղ հիգիենայի պարագաները, լինի դա օրինակի համար նասկի կամ ներքնած գեստ, հա, դրանք հետ վերադարձ չունեն խանութներում ու նույնիսկ շատ վաղ երբ որ գնում են, կրկնում են, որ հետ վերադարձ չունի եւ լողած գեստը, այսպես ու մի կին էր եկել, որը գնել էր մեր խանութից ներքնած գեստ, խոսում էր այն թեմայով, որ եկել էր ու ասում էր, որ հետ վերադարձ եմ ուզում, դե քանի որ հետ վերադարձով նաև ես եմ զբաղվում, բացատրեցի այդ կնոջը, որ հետ վերադարձ չի կարա լինի, պարզ պատճառով, որ դա ներքնած գեստ է, երբ որ դու գնում ես, տանում ես տուն, փորձում ես, դա արդեն հիգիենայի կանոններից ելնելով մենք այդ չենք ընդունում այդ ապրանքը։ Իհարկե ինքը համաձայն չէր, իհարկե ինքը համամիտ չէր, կանչեք ասում է ձեր ռեսպոնսաբլին, ձեր ոնց որ մենեջերին, ասացի ես եմ ու լսում եմ ձեզ, ինչ եք ուզում, հումորով, ասի շիլա ժուզեկուտ, ու մի խոսքով դրանով չհանգստացավ, նա որոշեց, որ պետք է գնա մեկ ուրիշին հարցնի, մտածեց միգուցե ես ստում եմ եւ իզնից ավելի ինչ որ բարձր մեկը կա, իզնից բարձր արդեն տնօրենն է ու հաստատ տնօրենը չէր զբաղվելու այդ հարցով, հա, մտավ խանութի մեջ ինչ-որ մի աշխատողի էր գտել ու տեսնում եմ աչքի պոչով, որ այնտեղ խոսում է ինչ-որ բանացույց տալի դեպի այս կոմենկոմ, այս մարդուն բացատրում է, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում, ինչ է ուզում, այս աշխատողը նորից ձեռքով ցուցատալի դեպի ինձ, որ իբրև թե ինքն է, մի խոսքով եկավ անցավ գնաց ու այդ թեման էինք խոսում հաջորդ հաճախորդի հետ ու ինքը իհարկե իմ հետ համամիտ էր ու ասեցի նույնիսկ ես տուշ էի գնել, որ ասենք լավը չէր ու ապրանքը կարելի ասել հետ վերադարձի պարագա էր, ասեց, բայց չգիտեմ կոսմետիկան հետ վերադարձ ունի, թե չէ, անկեղծ ասած կյանքում կոսմետիկա կամ օծանելիք հետ վերադարձ չեմ արել, դրա համար ասեցի չգիտեմ ու ասեցի համ կտրոնն էի գցել, համ էլ արդեն տուշը գնացել աղբը ու այդ թեմայով ոնց որ հաճախորդ հետ զրուցեցին, պարզվում է եւ կոսմետիկան աչքից ետ չեն վերադարձնում, խանութ ետ վերադարձ չի լինում, եթե բացած է,
Օծանելիքը այդպես է, օծանելիքը գիտեմ, եթե գնում եք ու ինք ամեն ինչ նորմալ է, ուղղակի միգուցե բույրը ձեզ դուր չի եկել, հետ վերադարձ չունի, դա հաստատ, բայց կսվելիքի պահով, եթե ինչ-որ մի խնդիր կա, հետ վերադարձ կա թե չկա, ճիշտ ասած չգիտեմ, մի խոսքով շատ երկար խոսացի, գնեցի այս անգամ այս դուշը, sense Tristan Louis գնում հա վրան, Rimmel London, հիմա գծի ծաղակ, բայց գինը 10 քանի եվրո էր, ունեմ կտրոններ ինչ-որտեղ եմ դրել, ինչի կտրոններ, որտեղ երկու անգամով ենք վճարել, քանի որ մեծ գումար բռնեց մեր առևտուրը 470 եվրո, երկու քարտով ենք վճարել։ Մի խոսքով, ինչ էի ուզում ասել ձեզ, հիմա փորձենք սա, իր տեսքը ինձ դուր եկավ անկեղծ ասած, ու կարծացի վրան, որ լավ աբյոմ է տալիս, հիմա տեսնենք, իհարկե թարթիչներս համերա կսած չի, որ նայեք ուշադիր չկա համերա ոչ մի բան վրան, ես շատ խիտ չեմ կսում, բայց իհարկե չեմ էլ սիրում, որ ընդհանրապես կսած չի, չնայած եղել է մի քանի անգամ աշխատանքի գնացել եմ ու հասկացել եմ, որ թարթիչներս կսած չի, բայց դե ոչինչ։ Առաջի տպավորությունը ժողովուրդ, քանի որ ինքը սենց ռեզինկա է, ես այս ռեզինկան չեմ սիրում անկեղծ ասած։ Գսենք տեսնենք։ Չգիտեմ։ Երևա հետո։ Երևում է դեզ։ Այս ռեզինկա պահը չեմ սիրում, որ ճիշտն ասեմ։ Ես իմ տուշը ունեմ, իմ Yves Saint Laurent-ի, իմ ամենասիրած տուշն է, ուղղակի ես պետք է գնամ կոսմետիկայի խանութ ու գնեմ այն ինչ որ ինձ պետք է, ու ես դա ձեզ խոստանում եմ, որ մենք միասին գնալու ենք գնելու, այդ տուշից այն կողմ տուշ չկա։ Պարզապես չի ստացվում, որ ես հատկացնեմ ժամանակ, գնամ կոնկրետ այդ խանութը ու այն ինչ որ ինձ պետք է վերցնեմ։ Ինչ ուզում ասել, դե այն որ ինքը չոր չի եւ մեջը ունի դեռ տուշ, դա արդեն շատ լավ է, այնպես որ ինձ թվում է, որ սա կօգտագործեմ ու չեմ գցի դենը, քանի որ հիշում եք պամադան, որ գնեցի գույնը մուգ էր, հեսա բերեմ չիստամ։ Ինձ թվաց իմ պամադայի գույնն եմ գնել, բայց սա Kiko ֆիրման է, ինձ թվաց իմ պամադայի գույնն է, բայց մի քիչ մուգ է, դրա համար որոշեցի այս անգամ գնել մի քիչ բաց գույնը։ Իմ պամադան չկար, կար ավելի շուտ, միակն էր, որը որ բաժնում դրած էր, եւ սիրելիներս գուշակեք բաներ։ Միակն էր, որը որ ինչ որ մեկը որոշել է բացի, երևի թե նայի, ինչ անի, չգիտեմ, բայց կոտրել է իտոգում։ Եվ ինքը սենց թղթով է, և իսկ փորձել է ուշտը, իտոգում կոտրել է, միակ գույնը, որը իմն էր, կոտրել է, չգիտեմ ով, մի խոսքով, սա եմ վերցրել, շատ նուրբ գույն է, ինձ թվում է, որ դա ինձ դուր կգա անունը բեժ սելեր, սենց է, գույնը բաց է համեմատաբար, ու ինձ ավելի համապատասխան գույն է, հաջորդ անգամ կքսեմ, կտեսնեք, այսօր քսեցի, նոր հիշեցի, որ չպետք է քսեի, որ սա քսեի, քանի որ ես աշխատանքի վայրում օգտագործում եմ, այսինքն քսվում եմ, շպարվում եմ, նոր եմ գնում աշխատանքի ու սիրում եմ հիմնականում այս մատ պամադաները, ինչի ժողովուրդ, որտեղ մատ պամադան, ինքը նախ ոչ միտեղ չի քսվում, ինքը նախ չոր մնում է քո պրոշներին ու չի չորացնում, շատ լավն են պամադաները ու 6-ից 7 ժամ իմ շրթներքը չի անցնում, եթե իհարկե չնստեք ուտեք, այդ դեպքում բարձակ անցնի շրթներքը, փիսիկը մլավում է, մի հատ բացեմ դուրը կա, հա, ուղղակի մլավում էր, ինչ է ուզում ասեի, և իհարկե ինձ պետք են այդ շրթներքը, որը որ չի անցնում ու պահում է, ու սրանք հավանում եմ, Կինը նույնիսկ չգիտեմ, լավ, երբ որ հեսա վերջացնեմ, մոնտաժի ընթացքում եթե չմոռանամ, կինը կնայեմ կգրեմ կողքը լավ, որովհետև իմ մոտ սովորություն է ժողովուրդ։ Հիմա սկսել եմ մի քիչ գներին նայել, երբ որ սնունդ եմ գնում, բայց ընդհանրապես երբ որ ինչ-որ մի բան եմ գնում, ու ինձ պետք է դա, ոչ թե ուղղակի եմ տեսել, հա, ինչ լավն է, ուզում եմ, ուղղակի ուզում եմ, չէ, երբ որ ինձ պետք է, ես արդեն գինը չեմ նայում, ավտոմատ վերցնում եմ ու անկեղծ գինը չեմ հիշում։ Նաև ուզում եմ ցույց տայի սա, էսի իմ այս աչքերի սուրմանա, միակն է,
շատ եմ օգտագործել, շատ տարբեր ֆիրմաների եմ օգտագործել եւ թանկարժեք եւ ավելի մատչելի, բայց սա թանկարժեք չի, մատչելի է ու շատ լավն է, Mizden լիկիդ է, waterproof ջրակայուն է, շատ լավն է, կեղվողում ծախում են։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, ունեմ դեռ, բայց նավսյակի գնեցի, ասի տունա թող լինի, մեկ էլ այս իմ կրեմն եմ գնել, սա առաջ ուրիշ է օգտագործում անկեղծ ասած, Kiko-էլ եմ օգտագործել, L'Oréal Paris-ն եմ օգտագործել, բայց էս էլ է դու, էլ, չէ, հայլի, նույնի ֆիրման է, բայց սա շատ թեթև է նստում, շատ դուրս գալիս է, շատ բարակ շերտով է նստում, ինքը խիտ չի։ Նախորդ զգուշացնեմ, եթե դուք սիրում եք, որ ձեր մաշկի վրա սենց հաստ շերտ կրեմ լինի, մարդ ես կարող է ինչ-որ թաքցնելու բան կա, խալ կա, այս կա, այն կա, սա ձեզ չի համապատասխանի, որովհետև սա չի թաքցնում ոչինչ, որ նայեք ուշադիր իմ խալերը, նա ուղղակի պարզապես մի քիչ թարմացնող տեսք է տալիս, բայց ոչինչ չի թաքցնում, այսինքն սա թեթև կրեմ է։ Եթե սիրում եք թեթև կրեմ, ապա գնացեք եւ գնեք սա։ Հիմա չեմ բացում, որտեվ հələ ունեմ մեջը, որ ճիշտն ասեմ, հեսա բերեմ ցույց տամ։ Այլոն ինչ ես ուզում։ Հեսա, համարյա բան չի մնացել մեջը։ Նայեք ինքը այնքան թեթև է, որ նույնիսկ ապակու վրա կրեմը չի մնում։ Օրինակ ուրիշ կրեմներ կա, որ ապակու վրա սենց շերտը մնում է, չէ՞։ Սա այնքան թեթև է, որ նայեք ապակու վրա բան չի մնացել։ Ու իհարկե սրա ինչներ եմ շատ սիրում, որ այս մասը ինքը բացվող է, եթե ուզենաք հետո վերջում տակինը վրցինով քերեք քսեք ձեր դեմքին, հապա կարող եք, որտեղ թույլ է տալիս դա, հիմա անցնեմ մազի շիչուկին, ցույց էի տվել, որ ոնց է մազերը սենց աճել, բիզ կանգնել ու հիմա գել ակսած, այ դեպ գելներ էին հարցում, եսը գելը բերեմ ցույց տամ, գել ակսած, սենց սիրուն, ինքը թեթև գել է շատ, չի չորացնում մազերդ, բայց հավաքում է սաղ, եթե չէ, սենց միած սենց արևի շողեր անգնում իմ գլխի վրա, շիչուկի մասին մեկ վարկյան բերեմ ցույց տամ գելը, որ այնպես չլինի, որ մոռանամ ու անցնենք շիչուկին։ Նայեք, կարող եք այս սիրենևի գույն, համարյա բան չի մնացել մեջ, սիրենևի գույնի տավտը գնեք, համար 6, ու կա սենց կանաչ կապույտի խփող չեմ անում, կամ համար 5-ն է, կամ համար 4-ն է, կամ համար 8-ն է, ինչ-որ ինքը կանաչ գույնն է, բայց էլի գրումա ֆիքսասյոն ֆորտ, դու sur les cheveux, այսինքն ինքը լավ ֆիքս է անում, լավ պահում է մազերը, բայց մազի վրա փափուկ է նստում, դույա, թեթև է նստում, հետո ինչ է ուզում ասեի, հա, կամ սա է, կամ այն մյուս գույնն է, բայց այս ֆիրման, այն մյուսները աղմուխություն է, չգնեք, փորձել եմ, այսպես ոնց որ ռեկլամ անեի, բայց իմ կոսմետիկան է, մազի շիչուկի համար, նախորդ վլոգում, ժողովուրդ, Ալոնա, դու ես հազում, Ալոնա, Ալոն, Ալոնա, դու ես հազում, դու ես հազում, ընգերույթ է, օլոլո, օքեյ, սուչի օլոնն է հազում, բայց ընգերուհին աստեղ հազում էր, ինչ եզում ասեի, ցույց եմ տվել պատրաստման եղանակը, շիչուկը պատրաստելուց հետո մեկ գիշեր, կարելի ասել երեկոյան պատրաստում եմ, ամբողջ գիշեր կարա մնա տան ջերմաստիճանի, միանգամից տեղափոխում եմ ապակուց տարայի մեջ, կարա լինի շիշ, կարա լինի կաստրուլա, ինչ ունեք, հաջորդ օրը արդեն ինչքան ինձ այդ պահին պետք է ես վերցնում եմ, սա իմ չափաբաժինն է, մնացածը ուղարկում եմ սառնարան, սառնարանում կարա մնա մոտավորապես 1 ամիս, ոչ մի խնդիր չի լինի, ինչու, որովհետև սառնարանում սառնապահում ու ինքը եռացրած է, տերևիկները մեջից հեռացնում ենք ու պահում ենք արդեն մենակ մաքուր շիչուկը սառնարանում, եթե նկատեք գույնը մուքացել է, դա ռոզմարինի հենց հատկանիշն է, որը որ երբ որ դուք իրեն էփում եք, ինքը այդ իրա, չգիտեմ ինչ է կոչվում, այդ իրա նյութերը ոնց որ դուրս է հանում մեջից ու հենց դա է կոչվում ակտիվատոր, որը ակտիվացնում է ձեր մազերի աճը եւ սնուցում է ինչ որտեղ, այդպես ասեմ,
Սա այն բաժինն է, որը ես օգտագործում եմ կլինի ամեն օր կլինի օրու մեջ, որ ճիշտ ասեմ, եթե երեկոյան մազերս լվանում եմ, լավ փչում եմ ու տենց քնում եմ, առավոտելում եմ էլի լավ փչում եմ ու արդեն ֆենում եմ։ Ու հետո կարող եմ 2 օր հետո նորից ոնց որ լվանամ, նորից փչեմ, քնեմ, առավոտելն եմ փչեմ, ֆենեմ, ոնց որ ամեն օր չեմ փչում։ Քանի որ գել եմ օգտագործում, ժողովուրդ, եթե դուք գել չեք օգտագործում ու ձեր մազերը մենակ զուտ չոր ֆենած մազերը, ապա դուք կարող եք ամեն օր էլ փչեք, հավատացեք, որ վնաս չի լինի, փչում եք արմատներին, ասես բացում ենք արմատներին, փչում ենք, բացում ենք արմատներին, փչում ենք ու ամբողջ գլխի արմատներով, եթե կուզեք մի քիչ մատերով խաղացրեք, որպեսզի ոնց որ ավելի լավ ներծծվի մաշկի մեջ, խորհուրդ եմ տալիս 100% ժողովուրդ։ Իրոք, ես չգիտեմ սա ինչ հրաշք է, երևի թե ես մինչև կյանքիս սա օգտագործելու եմ, որտեղ ես էֆեկտիվ որ զգում եմ մի բան, ես հասկանում եմ, որ դա լավ բան է ու իհարկե մենակ այդ դեպքում եմ ձեզ խորհուրդ տալիս։ Այսպես, երևի թե բացատրեցի օգտագործման ձևը, sense պուլիվիզատորի կակազեցի մեջը փչում եք, լցնում եք ու փչում եք ձեր մազերին։ Եթե սառից շատ չեք բան լինում, կարող եք անմիջապես սառնորից հանել, լցնել եւ փչել։ Եթե չէ, ես լցնում եմ ու մի քիչ տաք ջրի մեջ եմ դնում եռման, մի 2 վայրկյան, հետո նոր օգտագործում եմ, որպեսզի ես ցուրտ ու սառը եղանակ չեմ սիրում։ Իսկ հիմա անցնում ենք հարցը պատասխանին։ Ձեր հարցերի պատասխանին, կոմենտարյանների պատասխանին, մի խոսքով այդպես խորը խշտիկ։ Թեթև բանից սկսեմ, թեթև որ ասма կոմենտարիայից ժողովուրդ շատ եք գրում իմ հոլովակների տակ, որտեղ որ երաժշտություն եմ օգտագործում, ինչ երաժշտություն եմ օգտագործում, շատերը ման եք գալիս, չեք գտնում ու հիմնականում որտեղ որ երաժշտություն է օգտագործում, այդ վիդեոյի տակ միշտ կա կոմենտարիա, գոնե մի հատ, որտեղից եք վերցնում երգերը, լավ, երգա ձեզ դուր է գալիս, սա արհեստական ինտելեկտի ստեղծած երգերն են, հա, քանի որ YouTube-ը թույլ չի տալիս իսկական երաժշտությունը օգտագործել եւ տալիս է իրավունքների խախտում, դրա իսկ պատճառով մենք YouTube-երի աշխատողները օգտագործում ենք հիմնականում այդպիսի երաժշտություն, քանի որ մենակ այդ ձևով կարող ենք ոնց որ չխախտել իրավունքները երաժշտի կամ երգչի, չգիտեմ ոնց բացատրեմ, մի խոսքով դա արհեստական ինտելեկտի շնորհքն է։ Հա, այստեղ մեղրով տորթի հոլովակի տակ է գրած, Զեփյուրն է գրել Հովանիսյան, իմ ազգանունի, ինչ եք կարծում, արդյոք ճիշտ է ոչ մետաղական կամ ապակյա տարայի մեջ գոլուշու վրա դնելը։ Ժողովուրդ, շատ չէ, մի քանի հոգի գրել էին այդ թեմայի վերաբերյալ, որ պլաստիկը լավ չի, սխալ է օգտագործելը։ Նախ մենք ամեն օր այդ պլաստիկը գոլուշու վրա մեջը մի բան չենք պատրաստում, էդի մեկ։ Ասենք, եթե մենք ամեն ինչի մեջ խորանանք, այնքան վնասակար բաներ կան մեր շուրջը, թե սնունդի մեջ, թե օդի մեջ, թե ջրի մեջ, հա, կարելի ասել, եթե մենք իրոք դրա ամեն ինչի մեջ սուզվենք, մենք կխելագարվենք ու կսկսենք ոչ ուտել, ոչ շնչել, ոչ խմել։ Չգիտեմ, երևի թե միանգամից կգնանք այնտեղ որտեղ որ գնում են, երբ որ լավ խորը ծերանում են, որ ասում են նախընտրելի է այդ ժամանակ։ Ես հազվադեպ չէ, ասենք ամիսը մեկ կարող եմ մեղրով տորթ պատրաստեմ ու դա տևում ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, որ ես խառնում եմ գոլուշու վրա ամերիչը հավաքում եմ, ապակու մեջ եմ փորձ ապակյա տարայի մեջ, հարմար չի, ապակյա տարան նախ տաքանում է գոլուշու վրա ու բռնել անհնար է, շորով պետք է բռնես, հետո ինքը երբ որ շրջում ես մեջի խմորը շատ դժվար է դուրս գալի մեջից, իսկ պլաստմասայի մեջից շատ այդ ամեն ինչը ավելի հեշտ է ու ես չեմ կարծում, որ դա է մեզ սպանելու, ուղղակի մի քիչ կարելի է այդպես բաներին ուշադրություն չդարձնել, ինչպես որ այս վերջերս պարզվում է, որ մեղրն էլ լավ չի, որ գոլուշու վրա եփում ես մեղրով տորթի համար, նույնպես ասում են շատ վնասակար առողջությանը, բայց եթե մենք հիշենք մեր պապերին, տատերին, որոնք են թվերին չայի մեջ, եռման չայի մեջ մեղր են լցրել, կաթի մեջ մեղր են լցրել, չհաշվեց մեղրով տորթը որ թխել են ու այն որ ասում է դա չի, որ այտենց վնաս կտա մեզ, այնպես որ ոնց արել ենք ու տենց էլ ինձ թվում է կշարունակենք անել, հատկապես ես, չգիտեմ։
Այստեղ Ռայան ա գրել Բախտամյան, Ռայա ջան, շատ շնորհակալ եմ ուշադրության եւ մտահոգվելու համար, վերաբերալ ոտքերիս, որ ուռել էր, պատկերացրեք աշխատանքի տեղն էլ բոլորը, բանը, ուսերիխոն ընքունը հազում, քիչ եմ տեղ տամ, ինչ ասում ասել, գործի տեղն էլ բարձր մի հաքի դե ես միշտ բարձրակրունկի վրա եմ, իրականում դա կապ չուներ բարձրակրունկ հագնելու հետ, որտեվ ձեռքերս էլ ուռ է, աչքերս էլ ուռ է, որ ես գնացի ապտեկա, որպեսի ինչ-որ դեղ ուզեմ, նա ախտոր ուշեց, որ դա ալերգիա է, ու ինձ թվում է, այո, այդ ինչ-որ սոկ էի խմել, ինձ թվում է այդ սոկի մեջ ինչ-որ մի բան կար, որը ստերոիդին ինձ չէր համապատասխանում, այնպես որ ամեն ինչ լավ է, Ալվինա Խոձամիրյան, հա երևի, կներեք եթե ազգանս սխալ եմ կարդում, Սերնե ջան, Անուշ աղջիկս ոնց ես այսօր, հա խնդրում եմ ես ականջի հետև չգցես, գնա բժշկի, ստուգման պլիզ, ծանոթացնեմ ձեզ Սերինեի հետ, Սերինեն բժշկի գնում է մենակ երբ որ արդեն ուրիշ ելք չկա, իհարկե շնորհակալ եմ անհանգստանալու համար, բայց ես բժշկի ընդհանրապես գնալ չեմ սիրում, դա իմ կարող է թերությունն է, կարող է առավելությունն է, դեղ խմել չեմ սիրում եւ տնեցիկին էլ հիմնականում դեղ համերը չեմ տալիս, Արմենը մեկ-մեկ ջղային անում է, ասում է, վсё, հեսա գնում ենք ապտեկայից այն ինչքան պետք է, ինչ դեղ պետք է առնենք, բերենք, դնենք տունը, ու էլի անցնում է գնում է, փորձում ենք միշտ լավանանք մեր ուժերով, եթե իհարկե արդեն անհնար է, որ ճիշտն ասեմ, որովհետև, ասենք, եթե վերաբերում է խոսքը ատամներին, իհարկե ատամն ու բուժը պարտադիր է, եթե խոսքը վերաբերվում է ինչ-որ կոտրվածքների ուզես չուզես պետք է գնաս, բայց եթե ինչ-որ մի քիչ այդ օրը օրինակ ուռածություն ունեմ, կամ չգիտեմ, գլխացավ ունեմ, կամ մեջքի ցավ ունեմ, գերադասում եմ ինքս իմ ուժերով վերականգնվեմ, որպեսզի քիչ գնամ բժշկի։ Այդ ալերգիայի դեղն էլ, որ այդ տղան տվեց, ասեց 5 օր պետք է ամեն 3 օր խմես, ես ընդամենը այս ընթացքում 3 անգամ եմ խմել, այն էլ ամեն մեկը մի 2 օր ընդմիջմով, այդ են շատ վատ մարդ եմ ես։ Արմինե Սաֆարյան, հա երևի թե բարև ձեզ Սերնե ջան, մի հատ ձեր երիկամների ֆունկցիոնալյան անալիզ տվեք եւ եթե ձեր ոտքերը ուզում են աշխատեք, ջուր քիչ խմեք։ Հա, եթե ոտքերն ուռում են, հա, աշխատեք ջուր քիչ խմեք, ես ջուր համարյա չեմ խմում օրվա ընթացքում։ Ջուր խմում եմ, երբ որ հաց եմ ուտում, օրինակի համար կեսօրին մի կես բաժակ եւ երեկոյան, եթե էլի հաց ենք ուտում, եթե չէ, որ հաց ենք ուտում, 1 բաժակ, ասենք, օբշի ընդհանուր 250 միլիգրամ եւ եթե շոկ է լինում կամ ինչ-որ աղի բան եմ կերած լինում, աշխատանքի տեղը մաքսիմում մի հատ կես լիտրանոց շիշ ջուր վերցնեմ, դա խմեմ, դա իմ այն որ ասում պատալոկն է, եթե ես կես լիտր ջուր եմ խմել աշխատանքի տեղը, հպարտ գալիս եմ տուն, ասում եմ ես այսօր ջուր եմ խմել։ Ու երբ որ ոտքերս ուռեց, հակառակը երեխեքը մամա, քիչ ես ջուր խմում, դրանից է, ոնց որ օրգանիզմը սկսում է ուրիշ ձև ֆունկցիան միացնի, այնպես որ ջուր շատ քիչ եմ խմում իրականում։ Նույնիսկ կասեմ պետք է որ խմեմ, բայց չեմ խմում։ Այստեղ չգիտեմ ինչ է ծուրհել է կոմենտարյան, բայց Մանուշակն է գրել, Մանուշ Կասյան, հա, ամեն ինչ իր, հա, ներող, եղեք, գրել է Արմենը ինչի իր ակնոցները չի հանում, սիրուն չի նայվում, դուրսը լիներ ուրիշ է, եթե պրոբլեմ ունի, դա ուրիշ, հասկանալի կլինի, Անշակ ջան, զգում եմ, որ չար մտքով չեք գրել, որ քանի որ սմալիկները ժպտերես են, Արմենը ասեմ ինչի իր ակնոցները չի հանում, որովհետև դնելու տեղ չունի, գլխին չի դնի, գրպանի կողքից չի կարում կախի, որտև վախենում է, որ վայր կընկնի ու մատերի տեղը ինքը շատ բծախնդիր է իրականում, միգուցե չերևա, բայց ինքը շատ մակրասեր է, շատ ակուրատնի է, ամեն ինչը պետք է սենց լինի ու չի հանում զուտ նրա համար, որ այս կողմ այն կողմ չանի, դրա իսկ պատճառով ակնոցները չի անում աչքերից, թե չէ ուրիշ պատճառ չկա, խնդիր չունի աչքերի, այդպես
Հա, այստեղ ժողովուրդ տորթի համար որ սնիկերս էի սարքել, մայոնեզի տեղը սմետան էի լցրել ու խոստացա վերջում ասեմ, բայց այնքան համով էր տորթի համից եմ, որ ասում եմ ուշաթափված, մոռացա, որ ասեմ տարբերությունը։ Իրականում ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է անել մայոնեզ, որովհետև մայոնեզի մեջ ինչ-որ մի հատ sense արամատ կա, որը որ չգիտեմ, այդ խմորին մի տեսակ ուրիշ sense համ է տալիս։ Այսպես, բայց եթե չկա սմետանով է կլինի, շատ համով էր։ Շատ համով էր։ Արմենը կտորները հաշվում էր, որ գործի հանգարց չտանեմ, որովհետև ես որ մի բան սարքում եմ, սիրում եմ տանել գործի ու հյուրասիրել, հատկապես գիտեմ, որ իրանք իմ թխվածքները շատ են սիրում, լինի թե այն առաջվա, ոնց որ ղեկավարություն, թե աշխատողները, թե հիմիկվա, բոլորն շատ են սիրում։ Արմենը իհարկե հումորով գալիս ես մեր 1 2 3 4 5 ասենք 15-ատ օրինակի համար, ասում եմ հաշվել եմ գնում եմ գործի, տորտս չպակասի։ Այդից համով էր։ Ստե Մարգո Կրմաջյանը գրել է, բայց ինչու հայրեն չգիտեն երեխաները։ Երեխաները հայրեն խոսում են, ինչքանով որ թույլ է տալիս ապրելով օտար երկրում անհնար է խոսես այնպես, ինչպես որ խոսես Հայաստանում, քո հայրենիքում, որտեղ 4 բոլորը քո լեզուն է հնչում ու դու պարտավոր չես ու դա պարտադիր չի, որ դու խոսես մեկ այլ լեզվով, դրանց պատճառով դու իհարկե լավ ես խոսում, բայց երբ որ դու ապրում ես օտար երկրում, դու գնում ես դպրոց ու սովորում ես այդ օտար լեզուն, դրսում շփվում ես այդ օտար լեզվով, ուզես թե չուզես, խանութ լինի, աշխատանք լինի, չգիտեմ ինչ որ հանդիպում լինի, ընկերներ լինեն, հիմնականում այդ օտար լեզուն է հնչում եւ երբ որ դու վերադառնում ես տուն, միմիայն լսում ես քո ծնողներից այդ հարազատ լեզուն, ինքնըստինքյան դու չես կարող խոսել այնպես, ինչպես որ խոսում են քո հայրենիքի ապրողները, հա։ Դրանց պատճառով երեխաները խոսում են իրանց հնարավորության չափ ու խոսում են, հասկանում են։ Ես շնորհակալ եմ, ես ուրախ եմ, որ իմ երեխեքը այդ աստիճան խոսում են։ Էլենչոնա մի քիչ ավելի խոսում, մի քիչ ամաչում է, որովհետև մտածում ակցենտով է խոսում, չէ՞ շատ համով է խոսում հայերեն։ Մի քիչ կարող է խոսած չհասկանա, որովհետև մենք ավելի ոնց որ sense ուրիշ ձև ենք խոսում։ Բայց ամեն ինչ լավ է ու բոլորն էլ խոսում են։ Ահա, այդ դրան է պատասխանեցի։ Ստեղ ինչ որ, հա, սրան է ուզում անդրադառնայի։ Աշոտ Հարությունյանն է գրել Էրնեք էս մարդուն ներվերին, մալադեց։ Ներվերին է գրել է ներֆերին։ Ինչի նկատի ունեք Էրնեք էս մարդուն ներվերին, որ ինքը իր կնոջ հետ խանութ է գալիս, որ ինքը սիրում է իր ընտանիքի հետ անցկացնի ժամանակը, որ իրան հետաքրքիր չեն այլ ինչ որ չգիտեմ ոնց անդրադառնամ այդ հարցին, ճիշտն ասեմ, հարցին չէ կոմենտարիային, ոչ երնեք ձեր կնոջը, ես էլ այդպես կպատասխանեի, եթե դուք մտածում եք, որ տղամարդը, եթե իր կնոջ հետ գալիս է առևտուր անում եւ միասին են որոշում ինչ գնեն, ինչ պատրաստվի, ինչն է հաճելի կամ չգիտեմ, միասին ժամանակ անցկացնելը քո կնոջ ու ընտանիքի հետ դա ձեզ համար երնեք էս մարդու ներվերին, ես մենակ ձեզ մի ձև կպատասխանեմ, որ ոչ երնեք ձեր կնոջը, քանի որ ունի ձեր նման ինչ-որ մեկին։ Այսպես։ Հա, գրել էիք Սուսանան է գրել, հա, չէ, Սանամ Քամալյանն է գրել, բարի երկու, ձեզ կասեք ինչի համար է կիտրոնի աղը։ Դա մեղրով տորտ պատրաստելու երևի թե համար է, ինձ թվում է, որ կիտրոնի այդ աղը կտրում է սոդայի այդ համը, ոնց որ ուքսուսը, տենց են ասում, ուքսուս են ասում, ուքսուս երևի չէ, խաղի ուքսուս, տենց են ասում, խաղի ուքսուս, վինեգավորն է ժողովուրդ, և կիտրոնի աղը օգնում է, որպեսզի ոնց որ խմորը ակտիվացնի, փրփրացնի և կտրի սոդայի այդ համը, ես սոդայի համը չեմ սիրում, որ ճիշտն ասեմ, ու տալիս է պղպջակներ խմորի։ Այստեղ շատ եք հարցնում իմ ռուսական ալիքի անունը, ժողովուրդ գրեք ուղղակի Սերինե Էկլեր կամ Սերինե, չգիտեմ, Տոլմա կամ գրեք Սերինես Kitchen կբերի, ուղղակի երևի որ գրեք Սերինե Էկլեր կամ Սերինե Մակարոն կբերի հաստատ։ Ահա, այստեղ մի ազնվորություն, որի անունը Տաթևիկ
Հակոբյանը, չգիտես ինչու նա չի սիրում մեր ալիքը, բայց սիրում է մեր ալիքը դիտել, ուրեմն մեկ վարքյան, որտեղ այստեղ կոմենտարյան ամբողջովին չի, հա, վերաբերյալ, սպասեք ստեղ, սպասեք որտեղ, մեկ վարքյան, հա, անդրադարձել էր, որ ես տարասխալ եմ արել, վայ ձեր տարասխալները, որը որ այո, ես ունեմ այդ տարասխալները ու ես ընդունում եմ ու միշտ ասում եմ, եթե մարդս նկատում եք, որ տարասխալ կա, լինում է շատ հաճախ, ոչ թե տարասխալ է լինում, այ մատկս ոչ թե այս տարին է կպնում, այ այն տարին է կպնում եւ կա մի քիչ ուղեղի սխալ, որտեղ որ այս տարը որ կա, հայկականով դա տե տարն է մեծատար, բայց ինձ համար դա այս ֆրանսերենն է, հա, շատ վաղ ոնց որ մեխանիկորեն ես խփում եմ դրա վրա մտածելով որ դա S-ն է, բայց հետո գիտակցում որ դա T-ն է ու կարող է փոխեմ, եթե նկատում եմ որ ոնց որ այդ սխալը արել եմ։ Բայց ես ինքս որ համատում եմ ինձ այն առաջվա ու հիմիկվա, ես բավականին սկսել եմ լավ գրել ու նորից հիշացնեմ Տաթևիկին թե մնացած բոլորին, որ ես հայկական կրթություն չունեմ, ինքնուրույն եմ սովորել հայերեն տառերը, դա այս պատճառով ինձ թվում է նույնիսկ եթե ես տառը սխալ անեմ, ես արժանի եմ գովասանքի, քանի որ օտար երկրում ապրելով եւ դպրոց չգնալով ես ինքնուրույն սովորել եմ հայերեն գրել, կարդալ ու շատ գեղեցիկ ձեռագիր ունեմ գիտեք։ Դա ես չեմ ասում, բոլորն են ասում։ Հա, ես էլ դե իհարկե կատակի հումորի եմ տալիս, որովհետև գիտակցում եմ, որ հիմա գրելա, ում թե սիրում եք դիմացեք, այսինքն եթե ալիքս նայում եք, դիմացեք, գրելա սիրում եք, այսինքն ով ասաց, որ սիրում եմ, ես էլ գրել եմ Տաթևիկ ջան, եթե չեն հավանում ինչ-որ մեկին, ապա չեն նայում, իսկ եթե պարզապես հավես եք ստանում ձեր գրածից, ինչ ասեմ, ու իդեպ Տաթևիկը չի գրել հայերեն տառերով, գրել է լատինո տառերով, այնպես չի, որ ինքը նենց հայագետ է, ու հետո ինքը իհարկե միշտ գրում է ինչ-որ անիմաս կոմենտարյաներ եւ գրելա բանի մեր իմ ու Տաթևիկի հանդիպման ժամանակ, երբ որ մենք հանդիպել էինք, գրելա գոնե փոքրիկին մի նվեր բերեիք ու սենց սմայլի կա գլխին։ Նախ ասեմ, որ դուք չեք որոշում ես ում եւ ինչ նվիրեմ, կնվիրեմ փոքրիկին, թե մեծին, թե չգիտեմ, թե ընդհանրապես ոչինչ չեմ նվիրի, դա մենակ ես եմ որոշում։ Եթե դուք այդքան այդ փոքրիկի համար եք անհանգստանում, ապա գնեք նվեր եւ ուղարկեք, վստահ եմ, որ կան հատուկ հասցեներ, որտեղ դուք կարող եք ուղարկել եւ Տաթևիկը կարող է գնալ եւ ստանալ իր փոքրիկի համար ձեր գնած նվերը։ Ասեմ իմանաք, դա գոյություն ունի, էլի, պարտադիր չի տան հասցեն իմանաք, հատուկ չգիտեմ հայերենով ոնց են ասում, բայց տենց հասցեներ կան, որտեղ դուք կարող եք ուղարկել ձեր գնած իսկ նվերը փոքրիկի համար, հա։ Գնել եմ թե չեմ գնել, դա պարտադիր չի, որ ես ասեմ կամ չասեմ, ում համար եմ գնել կամ ընդհանրապես գնել եմ թե ոչ, դա էլ չեմ գտնում անհրաժեշտություն արդարանալ ու ասել, դա այս պատճառով ուզում եմ Տաթևիկ Հակոբյանին ասել, արդեն քանի ամիս է դու իմ ալիքը հետևում ես եւ շատ ես սիրում այսպիսի անիմաստ կոմենտարյաներ գրել, ասեմ քեզ, ես չգիտեմ, քեզ մեջ նախանձնախոսում, թե դու ուզում ես ինքնահաստատվես ինչ-որ մեկի հաշվին, բայց խորհուրդ եմ տալիս ավելի բարի լինես, ավելի բարեկամ լինես, ավելի լավը ցանկացող լինես եւ ուղղակի պարզապես գրելուց առաջ մի լավ մտածես նոր գրես, որովհետեւ ասեմ քեզ, որ չար մարդ ավելի շուտ է ծերանում, ջղային մարդ ավելի շուտ է ծերանում, աչքերի փայլն է կորում եւ շրջապատի մարդիկ իրեն չեն սիրում, ասեմ իմանաք։ Դա այս պատճառով ես ձեր հանդեպ ոչ եմ տրամադրված, ես նորից եմ կրկնում, որ երբ որ դուք ինչ-որ մի բան եք գրում, ապա մտածեք նոր գրեք, ասենք օրինակի համար գոնե մի փոքր նվեր, գոնե մի բան բերեիր այդ փոքր երեխուն, նախ այդ փոքր երեխան ամեն ինչով ապահոված երեխա է եւ այդ փոքր երեխային ինչ-որ մի բան տալով, նույնիսկ եթե տամ, նույնիսկ եթե տվել եմ կամ չեմ տվել, ես ձեզ չի պատրաստվում ցույց տայի, հա։ Այդքան բան։
Իսկ թվում է ճանաչողները գիտեն, որ ես միշտ ձեռբաց եմ, ինձ թվում է ճանաչողները գիտեն, որ ես միշտ էլ ուշադրություն դարձնում եմ դիմացինիս ում հետ, որ ում տուն գնում եմ, ում հետ շփվում եմ եւ հաստատ ձեր այդ նամյոկին չի սպասում, որ ֆայմեի ինչ-որ մի բան տայի կամ չտայի, իսկ տալուց էլ գերադասում եմ անել ինքնիսի մի բան, որը որ ընդհանուր ինչ-որ տան համարա, ոչ թե կոնկրետ մեկ հոգու համարա, որպեսի բոլորի աչքին էլ հաճելի լինի այն ինչ-որ դու նվիրում ես, անկախ նրանից, թե դու ում տուն ես գնում կամ ում հետ ես հանդիպում, եթե իհարկե դա ծնունդ չի, երբ որ դա ծննդյան ինչ-որ առիթ է, իհարկե դու նվիրում ես տվյալ անձնավորությանը, բայց եթե դու ուղղակի գնում ես այդ ինչ մարդու տուն կամ չգիտեմ, ընդհանրապես, ես ինքս գերադասում եմ միշտ տալ ինչ-որ մի բան, որը որ տան համար է, ու ինքս էլ երբ որ ինչ-որ մի բան եմ ստանում, սիրում եմ, որ բնակ իմ անձնականը չի, այ ընդհանուր ինչ-որ տան համար է, իսկ փուճուրիկինն էլ ոչ նոր ծնված երեխա էր, որ ես ինչ-որ բան տայի, ոչ էլ, ասենք, ծնունդներ, այնպես որ, հա, դուք ինձ մի սովորացրեք, ես ում է ինչ և երբ տամ։ Այսպես ժողովուրդ, ինչ եմ ուզում ասեմ, ես սոր բավականին շատ խոսացի ձեզ հետ, ինձ թվում է մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, վերջապես սալատը պատրաստելուց, որտեղ մենք հիշում եք, չէ, որ խանութ գնացինք, ասեցինք, որ ուզում ենք Ազա Գևորգյանի սալատը պատրաստենք, ամեն ինչ գնեցինք ու դրեցինք սառնարան ու չի ստացվում, ժամանակ չի լինում, որ մենք դա պատրաստենք, իհարկե ուրիշ բաներ արագ պատրաստվում է, բայց կոնկրետ դա արագ չի ստացվում, քանի որ պետք է նկարենք, ցույց տանք, չի ստացվում, բայց երևի թե ես մենակս կպատրաստեմ, մի քիչ էլի տենց արագ զրույց կանենք իրար հետ եւ սալատը կպատրաստենք միասին։ Այսքանով ես վլոգը ավարտում եմ, հուսով եմ, որ ձեր գլուխը չտարա, չծանծրացրեցի եւ ինչպես միշտ ասում, շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք եւ շնորհակալություն ձեր դրական էմոցիաների եւ կոմենտարիաների համար։ Իհարկե մի քանի հոգի, որ գալիս են սենց իրանց գիտունիկությունն են ցույց տալիս, դա նորմալ է, աշխարհը սև ու սպիտակ է, չի կարա լինի մենակ սպիտակ ու ուրախ եմ ու հուսով եմ, որ չլինի երբեք միայն սև։ Այնպես որ ինչպես միշտ շնորհակալություն եւ պաչիկ։